Շնորհակալ եմ նաև գնահատելու համար իմ աշխատանքը, պարոն Բաբայանին ճանաչում եմ 2000, եթե չեմ սխալվում, 15 թվականից, 17-ին մի փոքր ավելի մտերմացել ենք, երբ որ ինքը ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ես ազգային ժողովի նախագահի ռեֆերենտը, եւ այդ ժամանակվանից Արսենը ցանկացած գործի պարոն Բաբայանը, որ մասնակցություն ունեցել, այդ գործը հաջողություն ունեցել, նաև ողջունում եմ ձեր այս անտիկոր այս ձեր ամբողջ process-ը, որ դուք սկսել եք ու վստահ եմ, որ իր լավ արդյունքին կհասնի, շնորհավորում եմ ձեզ, ես իրոք ուզում եմ խոսալ կոռուպցիայի մասին, այն պոզով պոչով կենթանուց, որ մտել է կառավարության շենք ու տենց թևածելով գալիս մտիմեր, որտեղ որ ԿՊ-ի ոտքը կա։ Տեսեք, համակարգային կոռուպցիայից, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք կա այդ համակարգային կոռուպցիան, թե ոչ, իրենք ասում են բարեկը փող չի վերցնում, բայց օրինակ հայտարարում են Երևան քաղաքում ավտոբուսների մրցույթին շահում է չինական ժանգտոնգը, այսինքն իսկական ժանգտոնգը չի։ Շահում է այս ընկերությունը ինչ-որ մեկ այդ ավտոբուսները, որ պետք է բերի, երբ որ ավտոբուսները գալիս տեղ է ասում, պարզվում է, որ տեխնիկական պարամետրերին չի համապատասխանում։ Երկու նստարան պակաս է, գազի բալոնն ուրիշ տեղ է դրած, շարժիչի պարամետրերն ուրիշ է։ Ինչ են անում, տանում են կառավարություն, չզեկուցող հարցերի շրջանակում, ասում են լավ, բերել ենք, մեր լավ ընկերն է, դուք օքեյ եք, կառավարություն ասում է օքեյ ենք մենք, էլի, բայց այդ պարամետրերը կարող դուք փոխում եք, ուրիշ մեկը գալիս էր ավելի լավ ավտոբուս էր բերում, կամ այդ ավտոբուսի արժեքը լրիվ ուրիշ էր դառնում։ Ոնց կարող է երկու նստարան պակաս լինի ու այդ բանը ավտոբուսի գինը նույնը մնա, կամ շարժիչի պարամետրերը չլինի։ Իրանք ասում են դա նորմալ է, ընդունեք Երևան քաղաքը ձեր բյուջեին, ձեր բալանսին ընդունեք։ Ու դրա համար ոչ մի պատասխանատվություն կրող չի լինում։ Եթե նայում ես օրենքի տառին, բերել են, կառավարությունն էլ օքեյ է տվել, ամեն ինչ նորմալ է։ Կամ նույն բոլորդ քիշեք ավտոբուսների մեջ, որ կոպեկները բերում գցում էին իրենք։ Այդ հիմա ցած սարք էին բերել իրանք տեղադրել։ Լավ իրանք գիտակցում էին, որ այդ տեղադրած սարքը, որ իրանք բերել դրել են, իրանք 4 ամիս հետո պետք չի գալու։ Այդ սարքավորման արժեքը շուկայում նայում ես մաքսիմում գինը 38000 դրամ է, բայց այն մարդը, որը որ բերել վաճառել է Երևանի քաղաքապետարանին, վաճառել է 135000 դրամով ու գուշակեք այս մարդը ով է։ Արայիկ Հարությունյանի տեղակալի Զառայի ամուսինն է։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ամուսինն է այս մարդը։ Ու բերել է մի սարքավորման մեջ շուրջ 100000 դրամ թանկ ծախել է։ Հրապարականային անդրադարձել եմ, ասել եմ, այս մարդն է, Ռուբոնն է, բերել է թանկ վաճառել է։ Ժողովուրդ դու չգիտեմ, դատախազություն մյուս որտեղ եք։ Բայց դրա փոխարենը գնում ես նայում ես հաղթանակի 40-ամյակի նվիրված այգին, խայտարակ իր վիճակ, խայտարակ 400 միլիոն դրամ մեկ են փող ոնց որ ծախսել, մի հատ 200 են դուրս գրել, այգին նայում ես ոնց որ լքված վհուկների այգի լինի։ Ասում ես ինչ վիճակ է, ինձ ասում են չես վախենում, ասում եմ չէ, ինչի համար, ասում է այս ֆիրմեն որ կա ուժային կառույցներից մեկի տեղակալի քրոջ տղեն է, այսինքն իր ընկերությունն է էլի։ Մեսի կոռուպցիա թե կոռուպցիա չի, ու այդ նույն ընկերությունը մի քանի հատ ուրիշ տեղ տենդերներ է շահում, կամ հայտնի Լիրանանով ընկերությունը, որի տնօրենը ԿՊ-ական իրան ցուցակով էլ գնում է։ Ինքը Նանսենի այգու խայտարակ այդ տոմետներու խաղարապարակները, որտեղ մի գնում ես քանդված, ավիրված։ Ինքն է սարքե պատասխանատվություն կրող չկա։ Երևանյան լիճը գնում ես քրեական գործը հարուցել եմ, նայում ես ոչ մի բան, ջարդվում, փշրվում, ավիրում, խոսվում, սմախա քրեական գործ են հարուցել։ 105-րդ մանկապարտեզը գնում նայում ես մանկապարտեզը սարքել են կանալիզացիան մեջով, սենց ոնց որ բան լինի, հրաբուխ լինի, սենց ժայթքում է ինքը էլի։ Բայց այս մարդը տես նորմալ է, հետևից է մատ 2.5 միլիոն դոլար տալիս են, ասում են դեպոյի շենքը գնա սարքի։ Գնում նայում ես դեպոյի շենքի ներսը արաղ են քաշում։ Հիմա այս մարդիկ, էսի կոռուպցիա թե կոռուպցիա չի։ Համակարգային է թե համակարգային չի այս բոլորը։ Կամ ԿՊ-ական ավականի ունեն 8 միլիոն դրամ տալիս են, որ գնա բան, հմեկում նստեն ծապտան մի քանի օգուտ տանի։ Ասում է, ես առաջ չեմ շահ է։ Բացում նայում ես առաջ իր սախ պատմության մեջ, իր կենսագրության մեջ մի հատ պարոն Ղազարյան 50000 դրամանոց տենդեր է շահ է։ Այնը չգիտես, երևի ինչ որ մեկը տվել է, մոռացել է, որ պետք է հետ ուզի այդ գումարը հետա վերցրե տարել։ Հիմա ասեն շարունակությունը կամ Երևան քաղաքը 4 տարի, շուրջ 4 տարի գլխավոր հատակագիծ չի ունեցել։ Այս Գլինկայի փողոցը Սարալանջով որ գալիս կպտում է այն դվաժդիդվա առաջվա այն հայտի խաշմերուկը որ կա բենզակալոնք, այդ խաշմերուկը գլխավոր հատակագծով որտեղ պլանավորված է, որ պիտի լինի ճանապարհ։ Գնացի ասում ժողովուրդ Ստե ճանապարհ լինի, ասում էր գլխավոր հատակագիծ չկա, մենք չգիտենք, ճամփա թե ճամփա չի, դրեցին շենք սարքեցին, իրաց մոտիկներ էլի։ Մյուսը
Այնքան են լկտիացել, կանգնում իրանց ասում են ժողովուրդ ձեզի նամակ են գրում, երբ որ գլխավոր հատակագիծ չկա, 2 ամիս նամակին չեն պատասխանում, 2 ամիս, 2 ամիսը լռանում է, հիմա պարոն Խուդյանը կասի, արդեն իրավական ուժ ստանալ այդ մարդը դրական պատասխան է իրան ընկալում, ասում է մեռնեմ օրենքին, 2 ամիս չես պատասխանի, ուրեմն դրական է այսի, մտնում է դատարան, ասում է ինչ պետք է լինի, այնքան են լկտիացել, Անտառայինում 800 քառակուսի մետր հողը բերեց ցույց եմ տվել, հելնում կանգնում գոռում եմ, ասում 800 մետր հողը մարդը գրում է, ասում է անհատույց ինձ տրամադրեք, դաժե չի էլ ասում կադաստրային արժեքը, 2 ամիս չեն պատասխանում, մտնում վերցնում այդ մարդը այդ հողը։ Հիմի դրա փոխարեն եթե հանգարց մի հատ թթու խոսք մտնես մի հատ ԿՊ-ական Նիկոլ Փաշինյանի հասցեին ասես հաջորդ օրը դատախազությունն ու ԱԱԾ-ն կգասես դուրդ կթագի։ Հելում ասեմ ԱԱԾ, ՊՊՑ, ՎՎՑ ինչքան ծեյով կառույց կա, եկեք հավաքվեք, այս ինչա կատարվում ստեղ։ Մի հոգի պատասխանատվություն կրում, եսի համակարգային կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Շատ ուղիղ եմ ասում, որ տենդերի հետևը գնում քանդում ես, իրանցից մեկը դուրս է գալիս։ Չէ, նորմալ չի էս բոլորը։ Ֆիրդուսը, տեսեք, 33-րդ թաղամասը, ի սկզբանե պլանավորված եղել 5 արգանի շենք։ Գնում նայում ես, բոլորը մեծ շենքեր են սարքած, բոլորն անխտիր։ Բոլորը։ Ասում է պայքարում ենք օդի աղտոտվածության դեմ։ Քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը այդ Ֆիրդուսին կպած շենքն է։ Գնացել նկարել եմ, այն կառույց են, ժողովրդին որ մտնում տուգանում են, տուգանողները որ կան, իրանց գործի շրջանակում իրանք նաև պետք է գնան հետևեն, որ շին հրապարակները կառավարված լինի, ցանցապատ լինի, իրանց լուսամուտից ուղիղ երևում այդ շին հրապարակը։ Գնացել նկարել ցույց եմ տվել, որ իրանց դեմը թքած ունեն իրանց վրա։ Բռնում եմ, նկարում եմ վիդեոյով, ցույց եմ տալիս, որ ավտոմեքենան շին հրապարակից դուրս է գալիս, ցեխոտ, այդ համապատասխան կառավարանքը չունի, որ այդ փոշին կեղտը չլցվի քաղաքի գլխին, ասում եկեք տուգանեք, ինձ ինչ եմ պատասխանում, ասում եմ, երբ որ մենք գնացինք, նշված խախտումը չկար էլ։ Ավտոն հենց գնացել է, ոնց պետք է տեղը լիներ օրինակ։ Այս մարդկանց համար այդպես ասում ես, մենք գրեք գնա պիտակ։ Օրինակ ԿՊ-ականի համար ձրի է խախտում անալը, անուշ աղբերներին է շինարարության ընթացքում $500, անծանոթին է $3000, ու դա շարունակական։ Հիմա եթե համակարգային կոռուպցիա թե համակարգային կոռուպցիա չի։ Ու ցանկացած ոլորտ Երևան քաղաքի բյուջեն $400 միլիոն է ժողովուրդ։ Այսօր մեկնումեկս տեսնում ենք Երևանում է $400 միլիոն որտեղ են ծախսում այս մարդիկ։ Ինչ որ մեկը կարա ցույց տա, ասի $400 միլիոն ստեղ է գնում։ Կանգնում ասում էի ժողովուրդ, այդ որ դուք բերել եք Երևանում որքան ուղևորա փոխադրում ալնում։ Վերգետնյա տրանսպորտով։ Ասում էին 630,000։ Ասում եմ սխալվում եք ժողովուրդ, գոնե 500,000 ասեք, եթե ես եմ ասում են չէ 700,000 մի բան էլ, բայց ընդունենք 600,000։ 600,000-ը բազմապատկում ես 100 դրամով, անում է օրական 63 միլիոն դրամ, բազմապատկում եք 365-ով, ինքը 21 միլիարդ դրամից ավել է կազմում 100 դրամի պարագայում, չհաշված մետրոն։ Այս մարդիկ այսօր թանկացրել են ավտոբուսը, ասում են միասնական է, ամբողջությամբ, մի բան էլ ասում են բոյկոտը չի կայացել, ու փոխանակ 21 միլիարդ հավաքի, դրա տեղը 14 միլիարդ է հավաքվում։ Գնում ես, ասում ես, էսի ով պետք է վերահսկի, մի հատ տենց խուճուճ անունով քաղաքապետարանը կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաներ, չգիտեմ ինչ։ Դրա տնօրենն էլ 2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Գնացի հարցում եմ on-line մի հատ դու կարողանում ես վերահսկել։ Բեր մի հատ իրարետ նայենք, այդ անձնավորությունը Excel ծրագիրը չի կարողանում աշխատացնել, հասկանում եք։ Չի կարողանում հաշվի այդ մարդը, ոնց է վերահսկելու, չգիտես դու։ Ուղղակի չգիտես դու։ Հիմի այդ միլիարդավոր դրամները կորում է Երևան քաղաքի բյուջեից ու դրա համար է պատասխանատվություն կրող 0 մարդ, հասկանաք, ոչ մեկ պատասխանատվություն չի կրում։ Ոչ մեկ։ Հիմի օրինակ մենք անելիք ունենք այդտեղ, թե չունենք։ Այո, ունենք։ Հիմա նույն օրինակը բերեմ, երբ որ մանկապարտեզների օրինակը ցույց եմ տալիս, Երևանում 15 մանկապարտեզ փողը դուրս են գրել, հատիկ առ հատիկ բոլորը ցույց եմ տվել։ Գնացեք, քանդեք, կիսատ թողը թքե կպցրել, հեռացել են իրան։ Գնում ես հետևից կռիվ ես անում ես, վերջում ինձ ասում են այդքան կռիվ արեցիր, հեսա 105 մանկապարտեզը կբացենք։ Ասում են ինձ եկ լավություն անում։ Այդ դու ինչ եք ուզում դրանով ասեք, դուք կարող եմ ես իմանալ։ Ինչ եք ուզում ասել։ Բայց հանկարծ սխալվի, չգիտեմ, Բանգլադեշում կամ 9-րդ մասիվում մեկը իր տան անկյունում միած փոքրիկ քառակուսի պատուհան բացի, բան գասկը կգա, ԱԱԾ-ն կգա, չգիտեմ, մյուսը կգա, ինչքան կառույց կգա, կգան այդ մարդուն կբռնեն։ Ինչքան ծեյով կառույց կգա, կգան կբռնեն այս մարդկանց։ Ասում եմ, կոռուպցիան բոլոր տեղերն է անխտիր, բոլոր տեղերը։ Թելսելի պայմանագրի առաջի կետը, որ նայում ես, իրանք չեն կարող Թելսելի այդ պայմանագիր կնքել։ Թելսելը պարտավոր էր տենդերը շահել մի այնպիսի ընկերություն, որը 2 տարբեր քաղաքներում առնվազն 600 շարժակազմ ունեցող
տրանսպորտային համակարգում ներդրած են այդ ցանցը։ Թերսել է կյանքի մեջ նույնիսկ այտենց փոքրիկ գյուղում չի տեղադրել այտենց համակարգ։ Բայց այդ ընկերությունը շահում է, ու երբ որ կանգնում ես ցույց ես տալիս, դրա համար պատասխանատվություն կրող չկա։ Հիմա էսի համակարգային կոռուպցիա է, թե չէ։ Իհարկե համակարգային կոռուպցիա, որտեղ բոլորին այդտեղից փայ է գնում։ Շատ ուղիղ հարց եմ տվել, ասել եմ դատախազություն, այս ամբողջ գործակներից քո փայն ինչքան է, ձեն չկա։ Ասում եմ, ահա քո փայն ինչքան է։ Իսկ կարող է ահա քո պետի տեղակալի, չգիտեմ, բարեկամի ֆիրմա մեկը տենդեր են շահում։ Չկա պատասխան։ Այդպես ուղիղ հարց։ Շատ ուղիղ հարցնում եմ։ Ոչ մեկ չի պատասխանում։ Չէ, հրապարակայնորեն։ Գրավոր որ մի բան գրում ես, կրակն ես ընկնում։ Մեկը ինչ ունեն այս բանը ԿՊԱ-կանները։ Հանկարծ իրանց սխալվել է, սկզբից սխալվում է ճիշտ ասած, այտենց ասում է սենց երևույթ կա, ասում է դիմեք ուժային կառույցներին։ Սխալվում բռնում գրում է իր ուժային կառույցներին, հետո այդ նույն թեմայից հենց խոսում է, ասում է հենա գրել է, զբաղվում են այդ մարդիկ։ Գործ ունեն, որը որ հաղորդում եմ ներկայացի հանցագործան, 5 տարի զբաղվում են։ 5 տարի։ Ես փոխել եմ տակտիկան, հիմա երբ որ հետում հրապարակայնորեն խոսում ես, այդ մարդիկ խելոքանում ստապվում են։ Երևան քաղաքի պուլպուլակներն ու արձանները լվացնելու համար տարեկան 630 միլիոն դրամ փող են դուրս գրում։ Ինչ թվում է բոլորդ այն պուլպուլակի վիդեո տեսել եք իմ։ Նորմալ է հրապարակի պուլպուլակի այդ վիճակում էր մամուռի մեջ։ Ասում առաջ էլա տենց եղել, բայց ինչն էր հետաքրքիր, տղայիս հետի նկար եմ պատահական այն օրը Facebook-ում հետ բերել հիշողությունները, տեսնում եմ որ երեխու հետ գնացել եմ այնտեղ, չէ, նորմալ էր, երեխան ջուր էր խմում, մամուռը չկար, ոչ մի բան չկար, ամեն ինչ նորմալ էր։ Էս է ժողովուրդ, ու բացի այն, որ իրենք արտաքին քաղաքականությունն են ձախողել, կոռուպցիան այսօր իրենց մոտ ամենաբարձր մակարդակի վրա է։ Այն պարագային, որ Հայաստանի Հանրապետությունը շուրջ 8 միլիարդ դոլար պարտք է վերցրել եւ մենք նայում ենք, ասում ենք ինչ որ մնացորդային արժեք ինչ են այս մարդիկ ստեղծել, ոչ մի բան չեն ստեղծել։ Մենակ սուտ խոստումներ են իրենք տվել։ Քաղաքի բեռնաթափման խնդիր, իրանց բացատրում ես ինչ պետք է լինի, որ դու պիտի սարքես կառույցներ։ Մի օրինակը ձեզ բերեմ, կա այդ ծրագիր, պետք չի որ իրանք իրանցից հորինեն։ Մի հատ ցիրկի մոտ է լինում, հաջորդը Արշակունյացը կպնում է Իսակովին 1.5 կիլոմետր հատված անդամ, ավելի չի գալիս, կպնում է Մոնթե Մելքոնյան, Իսակով այդ հանգույցին է գալիս կպնում, որը թեթևացներ Պաբեդա մոստում, Ախտանակի կամուրջի մյուս հատվածները։ Հաջորդը Հայրենիքի հիշում եք, Մեշչյանն էլ եկավ ցույց տվեց հարգանքս այդ գործչի, որպես ուրիշ մշակութային եկավ ինքը ներկայացրեց, որտեղ ուժեղ բան են իրանք սարքելու, հա, այն կլորը, չկա, մոռացան գնաց։ Այսօր Միասնիկյան մասիվ բարձրացողները բոլորը կասեն ինչ խայտարակ վիճակը։ Կա երկու ծրագիր, մեկը Չարենցով ճանապարհը 2.5 կիլոմետր ուղիղ դուրս է գալիս մասիվ, այդտեղ խանգարում է Վիվարոյի այդ օբյեկտները, որովհետև քաղաքի այդ համապատասխան բաժնի աշխատակիցներն ասում են, ընդ կարող Վիվարոյի այդ խնդիր մենք ունենանք։ Մի կոռուպցիա թե չէ, որ իրանց մոտիկ այտենց օլիգարխ ասեմ կամ տնտեսվարողն ասեմ վախենում են իրանց այգիների կողքով անցնեն ճանապարհ գցեն, որ ժողովրդի համար նորմալ լինի։ Մեկ ճանապարհն է, դա մյուսն է Գյուրջանով պետք է կպնել մասիվին։ Այդտեղ մի փոքր ճանապարհը պետք է լայնացնեին։ Ոչ մի բան չեն արել այս մարդիկ, ոչ մի բան։ Ասում են ճոպանուղի ենք կառուցում, ճոպանուղու այդ շենքը, որը որ կա գնաց է նկարանում եմ արել, ծառայում է այն թմրանյութ վաճառողների համար տենց թաքստոսներ։ Գնում նայում ես ինչ վիճակը խայտարակություն, MVD-ի ուղիղ դիմաց է, ներքին գործերի նախարարության ուղիղ դիմաց է, դա ուրիշ կոռուպցիայի դրսևորում։ Ես ոնց որ շատ խոսացի, շնորհակալություն, շնորհակալ եմ ձեր լավ, ինչ ասեմ որ ճիշտ լինի բնութագրել է լավ նախաձեռնությանը իրոք ողջունելի է եւ շատ կարեւոր է որ այս բոլոր երևույթները բարձրաձայնվի երբ որ դու բարձրաձայնում ես իրանք չեն կարողանում կուլ տալ կամ կուլ տալուց այդ ոսկորը մի փոքր իրանք կոկորտը քերում է իսկ այդ հետքերը կմնա իրանք մոտ իսկ իրանք ուզեն թե չուզեն ամենայն պատասխանատվությամբ ասում եմ թաթախված են միջև ականջների ծերը կոռուպցիայի մեջ միակ բանը որ նրանց մոտ ստացվում է դա անդիմադիրների գլխին գործ սարքելն է 105 մանկապարտեզը խայտարակ վիճակ էր ինձ 6 տարվա մեղադրանք են առաջադրել, ելքին փակել են, ասում են ստորացրել ես։ Ստորացրել եմ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցականներին, որ իրանք մանկապարտեզի փողը կերետ հալանել են, էլի։ Ես չգիտեմ, ուտողը հենց իրանք են եղել, թե իրանք չեն եղել, բայց ԿՊ-ի հետ համատեղ իրանք քաղաքը կառավարում են։ Հիմա օրինակ իմ համար իմ վրա կարան այդ մեղադրանքն առաջադրել, մի տարի է իմ ելքը փագեն, բայց կոնկրետ գտնում ես թալանը ցույց ես տալիս ինչ է կատարում, ոչ մի պատասխանատվություն կրող չկա։ Տիգրան Ավինյանին կներեք, դա էլ ասեմ, բիզնես կլասի համար այդքան խայտարակ արեցին, չէ՞ որ երևի first class-ի տոմս էր արել, հաջորդ գործուղումը Լոնդոն ու բան, Մադրիդ երկուսը բիզնես կլասով է գնացել։
Բայց լկտի ացում չի։ Իսկ գինը գիտենք, տոն։ Չէ, գինը գաղտնիք են պահում, այտենց ընդհանուր փաթեթով են ասում, շատ ուղիղ հարց է, ասի բիզնես կլասում քեզ տեսնող ա եղել, ձեն չանեց։ Շնորհակալություն։ Շատ